Վարդին Վարդապետյանը։ Հասկանում եք, որ մեզ պետք են ոչ թե սենսացիա, դուք դեղին մամուլի ներկայացուցիչ չեք, դուք գլխավոր դատախազ եք եւ հասարակությանը կերակրել սենսացիոն բացահայտումներով պետք չի։ Վերնագրերով։ Մեզ վերնագրեր պետք չեն, մեզ պետք է բուն գործողությունը, որը Նիկոլ Փաշինյանի թագավորության օրոք գլխավոր դերակատարներին մարտի 1-ի գործով նվիրել են արդարացում։ Այն ինչը որ չեղավ Սերժ Սարգսյանի ժամանակ, Սերժ Սարգսյանը, ասում եմ, մի հատ քրոնոլոգիան նորից։ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի իրադարձությունները իրականացրեց, իր կարծիքով շատ օրինական որոշումներ, իմ համոզմամբ հանցավոր որոշումներ, իրականացրեց, որպեսզի փոխանցի իշխանությունը Սերժ Սարգսյանին, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա հովանավորը եւ երաշխավորը բազմաթիվ գործերի չբացահայտման, մասնավորապես օրինակ հոկտեմբերի 27-ի, օրինակ կոռուպցիոն տարբեր գործերի, որպեսզի լինի մարդ, որը 100% քեզ պատասխանատվության չի ենթարկելու։ Այդ մարտի 1-ի ամբողջ պատմությունը դրա համար էր։ Հիմա Սերժ Սարգսյանը, որը որ ստացել էր իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից, անգամ իր ժամանակ այդ գործերը չտապալվեցին, հասկանում եք։ Անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ այդ գործերը մնացին ընթացքում, ինչ որ քննությունները, անշուշտ այնտեղ նաև հանցագործություններ են տեղի ունեցել, որտեղ ապացույցներ են կեղծվել, ապացույցներ են ոչնչացվել եւ դրա մասին խոսում էին արդեն 18 թվականից հետո։ Բայց անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ ոչ մեկին արդարացում չնվիրվեց։ Նիկոլ Փաշինյանի օրոք արդարացում նվիրեցին այդ ամբողջ process-ի մասնակիցներին։ Հետևաբար այդ ինչ բացահայտում պիտի նվիրեք, ասենք որ ինչ որ ինչ որ բան է, հա, ինչ որ փաստաթուղթ, ինչ որ տեղ, ինչ որ մի բան եղել է, դա ոչ մեկին հետաքրքիր չի։ Դուք տապալել եք մարտի 1-ը, իսկ ինչու էր կարևոր մարտի 1-ը։ Սա բան է, էլի, այտենց ինչ ասեմ, վերեշխնդրության հարց չի, սենց ասաղը պիտի պատժեք։ Դրա մասին չէր խոսքը։ Պետականության դեմ, սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ են արվել։ Բանակ օգտագործվել այնտեղ, որտեղ պիտի չօգտագործվեր։ Խաղաղ ցուցարարի վրա վուպուր կրակել են, հրաման ա եղել կրակելու։ Եվ այս բոլոր process-ները կազմաքանդել են Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը։ Այս գործը ամենայն հարգանքով զոհերի նկատմամբ ցանկացած մեկ անձ, անկախ նրանից ինքը ոստիկան է եղել, քաղաքացի, ցանկացած մարդ ինձ համար բացառիկ կարևորություն ունի եւ այո այդ գործերով պիտի պատասխանության։ Բայց այս մահերի պատճառը եղել է այնց այդ կարգերի տապալումը։ Մարդիկ մահացել են, որովհետև սահմանադրական կարգ է տապալվել, որովհետև հանցագործություններ են պետական իշխանավորներ իրականացրել։ Եվ հիմա այս գործը տապալելը նշանակում է, որ հնարավորություն են ստեղծում եւս մեկ անգամ մարտի 1 կրկնելու։ Հոկտեմբերի 27-ի չբացահայտումը հնարավորություն է տալիս, այդ իշխանավորներն եմ ասում եմ ինձ դա մեկ է, ես դա գրաժդանցիկ եմ, ես ոչ պաշտոնն եմ, ոչ բան։ Իրանց համար եմ ասում, որ իրանց համար է կարևոր։ 27-ի չբացահայտումը հնարավորություն է տալիս հերթական անգամ ինչ որ մի պահի